Ժողովրդի համբերության բաժակը լցվեց։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը խոստացել էր դա անել լավագույնս ու շատ արագ։ Քաղաքական այս ակցիայի կազմակերպիչներն ասում են, բոլոր քաղաքական ուժերը լցրել են մեր ժողովրդի համբերության բաժակը։ Անմիջապես անկախացումից հետո մենք ունեցանք անկախության հռչակագիր, որը 1 տարի հետո երկու պետության բաժանելու միջոցով արամվեց ու դա առաջին դույլն էր մեր համբերության բաժակի մեջ։ Իրադարձությունների երկար շարքը, որոնք ըստ բոլորին դեմ եմ կուսակցության նպաստել են ժողովրդի համբերության բաժակը լցվելուն, սկսվում է անկախությունից հետո եւ հասնում մեր օրեր։ Արտագաղթ, կեղծված ընտրություններ, հոկտեմբերի 27, մարտի 1, 2018-ի հեղափոխություն, պատերազմում պարտություն եւ տարբեր այլ մեծ ու փոքր իրադարձություններ։ Մենք այս տարբերակով ուզեցանք ցույց տանք մեր քաղաքացիներին, որ այս համբերության բաժակը ամսի 7-ին նրանք կարող են շուռ տալ, ու մենք լիքը ջանք ենք դրել, ստեղծել ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկ համար 2։ Հենց այն գործիքը, որը պետք է այս համբերության բաժակը շուռ տա, որը կլվա կտանի այդ տարբեր արագ ստեղծվողի կուսակցություններին, տերերի մոտ աշխատող ընդդիմություններին, մեծ գեղեցկողներին ու մեծ ծաղրողներին։ Բոլորին դեմ եմ կուսակցությունն ուզում է խորհրդարան գնալ, որ 100 օրվա ընթացքում փոխի օրենսդրությունն ու նոր ընտրություն կազմակերպի։ Ընտրապայքարին մասնակցող բոլոր 18 քաղաքական ուժերին դեմ է։ Բոլորին դնում է նույն հարթության վրա։ Եվ ուրեմն ովքեր են կամ որտեղ են այն ուժերը, որոնց արժանի է համարում խորհրդարանում լինել։ Եթե ձեզ թվում է իրաց լվալու ենք թափենք նորերը գան, ոչ, իրանք են գալու նոր դաշտում արդար կանոններով խաղան։ Մենք ուրիշ հայեր չունենք։ Մուտքը 1% լինի, ոչ թե ասեք 4 կամ 5-7, իրանք փոխվեն։ Մենակ այդ կետով իհարկե ոչ։ Մուտքը պետք է իշնի 1%, բոլորին դեմ քվեաթերթիկը պետք է լինի։ Կայուն մեծամասնությունը պարտադիր պետք է դուրս գա, որը օրինակ հիմա եթե երկու մեծ ուժեր եղան, հանգիստ կարան ոչ մեկի այդ լեզու չգտնեն, որովհետև իրանք երկրորդ փուլով մեկը կհաղթի ու 52-ի տերը կդառնա, Մուսոլինին է մեկ է տենց սահմանադրություն ունեցել։ Բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն ասում է, կուսակցությունն ընտրությունից հետո կլուծարվի։ Այն մեկանգամյա պրոյեկտ էր, բայց խոստանում է թիմի անդամները շարունակելու են քաղաքական գործունեությունը, ավելի երկարաժամկետ ու խորքային պրոյեկտով, իսկ ներկայի առաջարկն ըստ նրա բոլորի համար է։ Թեև անունը բոլորին դեմ եմ բացասական բան ունի մեջ էլեմենտ ունի, բայց իրականության մեջ մենք բոլորին կողմ ենք, մենք ուզում ենք, որ բոլորը մասնակից դառնան եւ ամենակարևորը սերնդափոխություն տեղի ունենա։ Մեր երկրին քաղաքական սերնդափոխություն է պետք։ Մենք հոգնել ենք նույն մարդկանցից։ Մենք հոգնել ենք ոչ միայն նույն կուսակցություններից։ Մենք հոգնել ենք նրանից, որ կուսակցության անգամ ղեկավարները չեն փոխվում։ Շատ մարդիկ կան, ովքեր ուզում են զբաղվել քաղաքականությամբ, ունեն այդպիսի կարողություններ, գիտելիք, փորձ, բայց այդ մարդիկ կամ չեն գալի մտնել քաղաքականության մեջ, որտեղ հասկանում են, որ հավերժ մնալու են լուսանցքում, կամ ստիպված են լինում գնալ մտնել մի որևէ մեծ քաղաքական ուժի մեջ ու խաղալ արդեն իրենց համար հայտնի խաղի կանոններով ու ներողություն արտոնցանց փչանում են այդ մարդիկ որպես քաղաքական գործիչներ։ Վստահեցնում են, իշխանություն ձևավորելու եւ խոստացած փոփոխություններն իրականացնելու հնարավորություն ստանալու դեպքում գայթակղություն չեն ունենալու 100 օրվա փոխարեն մնալ 5 տարի։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը վստահ է, որ խորհրդարան է անցնելու, բայց եթե բավարար քվե չունենա ծրագրածն իրագործելու համար, մանդատները վայր է դնելու եւ չի աշխատելու որպես ընդդիմություն։ Աննա Զախարյան, Էդգար Դավթյան, լուրեր։